Ողջունում եմ ձեզ սիրելի ռադիո լսողներ, եթերում կրկին ռադիո բրիֆինգի հերթական թողարկումն է, ձեզ հետ է քաղաքական վերլուծաբան եւ մեկնաբան քաղաքագետ Գևորգ Մելիքյանը։ Ես պետք է հիշեցնեմ, որ այսօր մենք խոստացել ենք կամ նախատեսել ենք, որ մեր հյուրը կլինի արտգործ փոխնախարար Շավարժ Քոչարյանը, որը ինչ-ինչ պատճառներով այս անգամ չի կարողանա մեզ միանալ, բայց մենք վստահ ենք եւ հուսով ենք, որ մոտակա օրերին մենք կհյուրընկալենք բարձրաստիճան այդ պաշտոնյային եւ մենք կխոսենք արտաքին քաղաքականությանը վերաբերող մեզ հուզող հարցերի մասին, որոնց մենք հաճախ ենք անդրադառնում այս հաղորդման շրջանակում։ Եվ ես ձեզ կուզեի խրախուսել այս ընթացքում պատրաստել որոշակի առաջարկներ կամ կարծիքներ, որոնք դուք կկարողանաք հնչեցնել պարոն Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում։ Մեր հեռախոսահամարն է 36 8204։ Եղեք ակտիվ, ես միշտ հիշեցնում եմ, որ այս հաղորդումը ապահովում է մասնակցային ներկայություն բոլոր նրանց, ովքեր որ շահագրգռված են Հայաստանի բոլոր թերևս հարցերի լուծմամբ եւ մասնավորապես արտաքին քաղաքականությունում մեր ունեցած ձեռքբերումներով եւ այս մասնակցային գործընթացը նաեւ որոշակիորեն կապ ունի ժողովրդավարական սկզբունքների կիրառմանը եւ ազատ մեդիայի զարգացմանը։ Դրա համար եղեք ակտիվ եւ փորձեք կապվել մեզ հետ։ Մենք այս օրերի ընթացքում քննարկեցինք մի շարք հարցեր, ես հիշեցնեմ մեր ռադիո լսողներին այն հարցերը, որոնք մենք քննարկեցինք։ Առաջին հարցը, որ մենք խոսում էինք Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ներկայացուցիչի հետ էր մշակութային հարցերով կցորդը Պարադա սերբական ֆիլմի կապակցությամբ, որը բավականին մեծ եւ բուռն արձագանք ստացավ հասարակության լայն շերտերի մոտ եւ ասեմ, որ արդյունքում այդ ֆիլմը, որի մասին մենք խոսում ենք, դեռ չի ցուցադրվելու այն դժգոհությունների կամ բողոքների թերևս հետևանքով, որը մենք տեսանք։ Դեսպանության ներկայացուցչի հետ մենք խոսեցինք հանդուրժողականության եւ խտրական վերաբերմունքի մասին։ Այնուհետեւ մենք խոսեցինք քաղաքացիական ակտիվության մասին եւ իմ հյուրն էր Ծովինար Նազարյանը, որը բարձրացրեց մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին Հայաստանում քաղաքացիական ակտիվության եւ քաղաքացիական հասարակության կայացման եւ դերի եւ նշանակության վերաբերյալ։ Նրա խոսքերում հնչեցին եւ դրական եւ բացասական կողմեր այս երևույթի հետ կապված։ Այնուհետև մենք հյուրընկալեցինք lurեր.com հայտնի էլեկտրոնային լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Դավիթ Սանասարյանին, որի հետ մենք եւս խոսեցինք հանդուրժողականության, հայրենասիրության, պոպուլիզմի մասին, բարդ թեմաներ են, որոնք որոշակիորեն առնչում են մեր կերպին, ինքնությանը, ինչպես ենք մենք ինքներս մեզ ընկալում, ինչքանով է մեր այս կամ այն պատկերացումը ճիշտ կամ սխալ։ Այնուհետև մենք հյուրընկալեցինք երկու քաղաքագետի, որոնք կենտրոնացան հայ-թուրքական արձանագրությունների վրա, բնականաբար իմ առաջարկությամբ, խոսքը նախ Արտակ Շաքարյանի մասին էր, հայտնի մի քաղաքական վերլուծաբան եւ քաղաքագետ, որը մասնավորապես խոսում էր հայ-թուրքական արձանագրությունների դրական, նորից եւ բացասական կողմերի մասին, մի փոքր անդրադառնում ենք պատմությանը եւ փորձում ենք հասկանալ, թե ինչպիսի դինամիկա կա այս հարաբերությունների մեջ։ Եվս արձագանքներ եւ հեռախոսազանգերը վկայում են այն մասին, որ այս թեման շատերին է հետաքրքրում եւ դրա իսկ պատճառով ես հրավիրեցի նաեւ մեկ այլ շատ հետաքրքիր մի քաղաքական վերլուծաբանի, որը Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող էր Վահրամ Տեր-Մաթեոսյանը, որը նաև դասավանդում է ամերիկյան համալսարանում եւ Երևանի պետական համալսարանում, եւ մենք անդրադարձանք եւս մի շարք հարցերի, որոնք ավելի վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններ եւ տարածաշրջան եւ մասնավորապես անդրադարձ արեցինք թուրք-ադրբեջանական հարաբերություններին, որոնք բնականաբար ուղղակիորեն ազդեցություն ունեցան արձանագրությունների ընթացքի վրա։ Եվ եւս այդ ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ հեռախոսազանգեր, ցավոք ժամանակը շատ կարճ էր, եթե կան մարդիկ, որոնք դեռևս ունեն հարցեր այս կամ այն թեմայի վերաբերյալ, որ մենք արծարծել ենք կամ պիտի արծարծենք այս ընթացքում, ապա մի հապաղեք, զանգահարեք 36 8204
Ես սպասում եմ ձեր հեռախոսազանգերին, քանի որ մենք այսօր չենք վերցրել որևէ կոնկրետ թեմա, եւ նաեւ ասեմ, որ մենք ունենալու ենք շատ հետաքրքիր հանդիպումներ տարբեր մարդկանց հետ, նախ սկսեմ նրանից, որ մենք հանդիպում ենք ունենալու Ռուբեն Գալիչյանի հետ։ Ես գիտեմ, որ շատերի համար այս անունը որևէ բան չի ասում, բայց ես ներկայացնեմ ինչու պետք է մենք հանդիպենք Ռուբեն Գալիչյանի հետ։ Ռուբեն Գալիչյանը հեղինակ է, որը աշխատությունները գրել տարբեր ուրեմն աշխատություններ արել տարածաշրջանային համատեքստում Հայաստանի պատմական քարտեզներ, Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ աշխատությունը Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում, Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան պատմության հորինումը եւ այլն եւ այլն։ Իսկ վերջերս տեղի ունեցավ Ռուբեն Գալիչյանի ադրբեջանական պատմաաշխարհաքաղաքական զեղծարարություններ գրքի շնորհանդեսը, որը անգլերեն լեզվով է եւ հիմնականում նախատեսված է օտարերկրյա անգլալեզու ընթերցողների համար։ Այն ներառում է մոտ 56 քարտեզ։ Մենք հյուրընկալ ենք Ռուբենին եւ կուղենք շատ հետաքրքիր հարցեր հատկապես այս գրքի վերաբերյալ։ Ես կանդրադառնամ տարբեր այլ թեմաների, որոնք մենք այսօր արտարծելու ենք։ Ուրեմն ուղղակի ես ընթերցեմ նաև այն լուրերը, որոնք մենք կարևոր համարեցինք, որից հետո կառնենք յուրաքանչյուրի վրա մի փոքր ավելի մանրամասներով։ Եվ խնդրում եմ եղեք ակտիվ 36 82 04 զանգահարեք։ Ուրեմն նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին։ Երկրորդը Հայաստանի ինքնաթիռի իջեցումը Թուրքիայում բավականին բուռն արձագանք է գտել տարբեր լրատվամիջոցների մեջ, ոչ հայկական, խոսքը եվրոպական եւ ամերիկյան լրատվամիջոցների մասին է։ Մենք ունեցանք նաեւ մեկ այլ տեղեկություն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շուտով նորից կայցելեն տարածաշրջան, որին կնախորդի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Պետք է ասել, որ մեկ այլ լուր, որի մասին մենք քիչ թե շատ խոսել ենք, դա դեպի Եվրոպա ճանապարհի հեշտացման հարցն է, որը քննարկվեց հոկտեմբերի 18-ին Բրյուսելում Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության ներկայացության ղեկավար դեսպան Ավետ Ադոնցի եւ Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսի հետ միասին։ Մենք կանդրադառնանք այս թեմային եւս։ Ֆրանսիան ճանաչում է ալժիրցիների ջարդը, նման հայտարարությամբ ելույթ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդը։ Ամերիկյան պետդեպարտամենտի աղբյուրների համաձայն Հունգարիայի արտգործնախարար Յանոս Մարտոնյի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Հիլարի Քլինտոնը իր դժգոհությունը եւ հիասթափությունն է արտահայտել Հունգարիայի կողմից դատապարտված ադրբեջանցի կաթնահար Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդիրների առնչությամբ։ Պետք է ասել, որ նաեւ սա ես կարևոր համարեցի մի թեմա եւս, որի մասին ես կուզեի խոսել, որ մեր կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձը ամբողջությամբ կամ մասնակի կհատկացնի պետությունը։ Մյուս խնդիրը, որ շատ հետաքրքիր է, այն է, որ Թուրքիայում այսօր տեսնում ենք, որ կան բազմաթիվ ճամբարներ փախստականների համար, Սիրիայի փախստականների համար, սակայն հարցը այստեղ այդքան էլ միանշանակ չէ։ Մենք կանդրադառնանք նաև այս թեմային։ Մյուս խնդիրը թուրք-ռուսական որոշակի լարվածության առաջացումն է, Արմավիայի հետ կապված խնդիրները, որոնք որ ուղղակի դառնում են անտանելի եւ փաստորեն ճանապարհ դեպի օտար երկրներ, արտասահման եւ դեպի Հայաստան գալը Արմավիայի այս պահվածքի, այս գործունեության հետևանքով բավականին մեզ դնում է ոչ այդքան լավ վիճակում, մեղմ ասած։ Ինչպես նաեւ այսօր հայտարարվել է, որ հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարաձգվի եւս 10 տարով։ Մի բան, որը որ
փորձում էին կանխել եւ ստիպել կամ ուղղակի առաջարկել Հայաստանին կառուցել նոր ատոմակայան։ Ես նորից կխնդրեմ, որ լինեք ակտիվ եւ ձեր հարցերով, ձեր առաջարկներով մասնակցեք այսօրվա մեր հաղորդմանը։ Ուրեմն վերադառնանք մեր առաջին հարցին։ Ռուբեն Գալիչյան։ Կայացել է Ռուբեն Գալիչյանի ադրբեջանական պատմաշխարհագրական զեղծարարությունները գրքի շնորհանդեսը, այն անգլերեն լեզվով է, ես ինչպես արդեն նշեցի, եւ ներառում է 56 քարտեզ։ Հեղինակի հավաստմամբ, ինչպես որ այն պնդում է, այս գիրքը պատասխան է անցյալ 50 տարիների ադրբեջանական գիտական հրատարակություններում արկա հակահայ հետհյուրանքների ու կեղծիքների, որոնք վերջին տարիներին հասել են ահռելի չափերի եւ չափազանցությունների։ Խորհրդային օրերին, ըստ հեղինակի, դրանց քննադատությանը նվիրված տարբեր հոդվածներ տպագրվել են տարբեր պարբերականներում, սակայն մեր օրերում դրանց հայ գիտնականների եւ իշխանավորների կողմից հանրությանը հասանելի լուրջ անդրադարձներ դեռ չեն եղել։ Ռուբեն Գալիչյանի այս գիրքը մենք կքննարկենք հենց հեղինակի հետ միասին։ Ես կարծում եմ, որ Ռուբենը շատ կարևոր մի հարց է բարձրացնում, որը վերաբերում է այսպես կոչված տեղեկատվական պատերազմին, որը հատուկ է ազգային անվտանգությանը բոլոր երկրների համար, բացի ֆիզիկական, ռազմական, քաղաքական անվտանգությունից կա նաև այսօրվա մեր դարերում, մեր ժամանակներում արդեն կա այսպես ասած կիբեր անվտանգության հարցերը կամ տեղեկատվական պատերազմները, այլ կերպ ասած, որոնք որ մղվում են, ընթանում են այս կամ այն երկրի միջև եւ նախքան որևէ լարվածություն ունենալը եւ լարվածության ընթացքում եւ լարվածությունից հետո, որքանով որ կարողանում է այս կամ այն պետությունը ավելի ճիշտ հաշվարկած եւ ավելի մարտավարորեն ճիշտ դրսևորվել այս ճակերտավոր ասած պատերազմում, այնքան նրա նաև ֆիզիկական հարթության վրա ունեցած հաջողությունները ավելի ամրապնդված կարող են լինել։ Ռուբեն Գալիչյանը համագործակցելով մեր արտաքին գործերի նախարարության հետ կարողացել է այս գրքի շնորհանդեսը կազմակերպել, ընդհանրապես գրել այս գիրքը, որը կարծում եմ, որ հետաքրքիր կլինի բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են Հայաստանի հետ կապված հարցերով եւ նաեւ ինչպես են ընդհանրապես կեղծվում այս կամ այն տեղեկությունները, որոնք որ արդյունքում խեղաթյուրում են մի ամբողջ իրականություն։ Պետք է ասել, որ սակայն այս իրականության խեղաթյուրումը միայն ադրբեջանցիներին կամ թուրքերին չի հատուկ։ Պետք է ասել, որ խեղաթյուրումը կամ իրականությունը այլ կերպ ներկայացնելը, մի փոքր շեշտադրումներ փոխելը հատուկ է բոլոր երկրներին, այդ թվում եւ նաեւ Հայաստանին, եւ սա կարող ենք ասել, որ մաս է կազմում խաղի կանոնների, որով որ մենք ճանաչում ենք միջազգային հարաբերությունները, այսպես միջազգային այն ասպարեզը, որտեղ որ պետությունները փորձում են յուրաքանչյուրը իր դերակատարությունը բարձրացնել եւ դիմել նաեւ տարբեր միջոցների։ Դրա համար մենք կանդրադառնանք այս հարցին եւ նաեւ օրինակ տեսեք, երբ խոսքը վերաբերում է սիրիական հարցին, մենք նաեւ հյուրընկալել ենք Սիրիայի հարցերով մի քանի փորձագետների եւ անգամ լիբանանյան հայտնի Ազդակ թերթի գլխավոր խմբագրին, տեսեք, Թուրքիայում այսօր կան այդ ճամբարները, որի մասին ես ասեցի, ռուսական աղբյուրները լրիվ այլ կերպ են ներկայացնում այս ճամբարների գոյությունը, մինչդեռ արևմտյան աղբյուրները լրիվ այլ կերպ են ներկայացնում նույն ճամբարների հարցը։ Ձեզ համար նորություն չի, սիրելի ռադիո լսողներ, որ նույն խնդիրը կարող են տարբեր ձևով ներկայացնել։ Ուղղակի սա վառ օրինակ է եւ Ռուբենը Գալիչյան փորձել է ներկայացնել հայկական կողմը։ Սա իհարկե նորից ես պետք է ասեմ, դա
չի նշանակում, որ ցանկացած այս կամ այն դիրքորոշում 100%-անոց է կամ ենթակա չի այլևս քննարկման, կամ եթե նույնիսկ այս կամ այն գիրքը տպագրվում է, ուրեմն այնտեղ միայն Վերին Ատյանի ճշմարտություններ են ասված եւ ամբողջ աշխարհը պետք է հետևի այդ ճշմարտություններին, այդպես չի, բայց քայլ առ քայլ փոքր քայլերով քո կոնկրետ դիրքորոշումը հայտնելով դու կարող ես հասնել որևէ դրական արդյունքի։ Մենք խոսել ենք նաև հետևողականության մասին, սա հենց այդ դեպքերից մեկն է, որ ես ուղղակի ուզում եմ ձեզ ասել այդ խաղի կանոնները, որ պարտադիր չի ամեն դեպքում ակնկալել, որ եւ հայկական լրատվամիջոցների կամ այդ գրքերի հետազոտությունների մեջ միայն 100%-անոց ճշմարտություն, եթե կա այդպիսին 100%-անոց ճշմարտություն միջազգային հարաբերություններում, չնայած այդպես չի, բայց նույնիսկ եթե լիներ հնարավոր չէ լինի գտնել, որտեղ յուրաքանչյուր երկիր ունի իր շահերը։ Եվ մենք ունենք հեռախոսազանգ, լսում եմ ձեզ, ներկայացեք եւ եղեք հակիրճ։ Սամվել Պետրոսյան։ Ինչպես։ Սամվել Պետրոսյան։ Այո, Սամվել, լսում ենք ձեզ։ Դուք եթերում եք, լսում ենք։ Այո, շնորհակալություն։ Ուրեմն հարցը այսպեսին է. ինչպիսի կատեգորիաների բնակչության համար է նախատեսված վիզայի դյուրացումը։ Նկատի ունեք դեպի Եվրոպա։ Այո։ Շատ լավ, շնորհակալություն հարցի համար։ Ես պիտի անդրադառնայի, լավ որ Սամվելը ինքը հարցը տվեց եւ ես կարող եմ ասել, ուրեմն նայեք, մուտքի վիզաների դյուրացման համար բավականին երկար տարիներ են այս բանակցությունները գնում։ Ես մի քիչ լայն եմ պատասխանում Սամվել եւ կգամ ավելի կոնկրետ ձեր հարցի բնականաբար պատասխանին։ Եվ այս գործընթացը Հայաստան-Եվրոպա համաձայնությունների մի ամբողջ փաթեթի շրջանակում է տեղի ունենում։ Մենք գիտենք, որ արդեն իսկ դեպի Հայաստան մուտքի վիզաների վերացումը Հայաստանի կառավարության կողմից որոշվեց եւ փաստորեն հունվարի 10-ից 2013 թվականի այլևս Եվրոպայի քաղաքացիները կարիք չեն ունենա հայաստանյան վիզա ունենալու Հայաստան գալու համար։ Ինչ վերաբերում է կոնկրետ դեպի Հայաստան եկող ներողություն Հայաստանից դեպի Եվրոպա գնացողն են, ապա կատեգորիաները հետևյալն են. պաշտոնական պատվիրակության անդամներ, գիտնականներ, ուսանողներ, լրագրողներ, սպորտի եւ արվեստի գործիչներ, Եվրամիության երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականներին, Եվրամիության երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցներին եւ ոմանց համար, որը չի նշում կոնկրետ ոմանք այդ ում նկատի ունեն, եւ նաեւ գինը, մուտքի արտոնագրի գինը, մուտքի վիզայի գինը 60 եվրոից կդառնա 35 եվրո, ինչպես նաև որոշ կատեգորիայի քաղաքացիների համար այն կլինի նույնիսկ անվճար։ Ես պետք է ասեմ, որ նրանք ովքեր որ առնչվում են Եվրոպայի հետ, դեսպանությունների հետ, գիտեն, որ այս գործընթացը բավականին դժվար է եւ ես նաև կոչել եմ այս գործընթացը ստորացուցիչ ինչ որտեղ, երբ քաղաքացիները, խոսքը իհարկե միայն Հայաստանի քաղաքացիների մասին չէ, ժամերով, օրերով պետք է սպասեն եւ այնուհետեւ ունենան մերժումներ եւ բնականաբար այդ մերժումները բացատրություններ չունեն, որովհետև դուք մուտք եք գործում այս կամ այն պետություն եւ պետությունը ինքն է որոշում, թե ում թողնել, ում չթողնել, այստեղ մարդիկ կան, որոնք շատերը ասում են, որ մարդու իրավունքների խախտում է եւ այլն եւ այլն։ Իհարկե դա որոշակի աղերսներ ունի մարդու իրավունքների հետ, որը մասնավորապես նա մոբիլության, այսինքն շարժունակության իրավունքին են վերաբերում, բայց այստեղ մի փոքր այլ է, քանի որ ավելի շատ առաջնություն են տալիս անվտանգության խնդիրներին։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ մենք գիտենք մարդիկ, որոնք հասկանալի չէ թե ինչպես են այս կամ այս մեկին թողնում եւ այն մեկին չեն թողնում Եվրոպա կամ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բայց ամեն դեպքում հիմա եթե մենք ստորագրենք Եվրամիության հետ այս համաձայնագիրը, ապա ոչ թե բոլորը նրանք ովքեր որ ուղակի ցանկություն կունենան անգամ ենթադրենք զբոսաշրջության նպատակով մեկնել Եվրոպա առանց խնդիրների կստանան, բայց գոնե այն քաղաքացիները, որոնք որ ենթադրենք ինչպես եւ արդեն նշեցի, պաշտոնական պատվիրակությունների մեջ են, մասնակցում են գիտական ժողովների, գիտաժողովների, ուսանողներ են, որոնք փորձում են գնալ սովորել, լրագրողներ, որոնք պետք է գնան վերապատրաստման, կամ սպորտի կամ արվեստի գործիչներ եւ այլն, որոնք որ խնդիր չունեն մեկնելու այս կամ այն երկրից դեպի Եվրոպա, ապա նրանց համար գոնե այդ
ճանապարհը, այդ ընթացքը արտոնագրերի ստացման լինի ավելի հեշտ։ Ես կարծում եմ, որ հարցեր կունենաք այս թեմայի շուրջ, այո, մենք ունենք հեռախոսազանգ, լսում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հակոբ։ Այո, Հակոբ։ եմ ձեզ, Գեորգ ջան։ Ուրեմն, գիտեք ոնց է, ես ձեր հաղորդման ժամանակ մի քանի անգամ անդրադարձ եղել եմ մեր հասարակության կայացման մասին։ Ես էլ մի անգամ ասի, որ մենք շատ հեռու ենք եւ այս զվարթոց օդանավակայանի հետ կապված այսինքն այսօր ազատ թեմա է, չէ՞ ձեր մոտ Գեորգ ջան։ Այո, Հակոբ, մի բան կարող եմ խնդրել, մենք պետք է ընդմիջվենք, ինձ նոր զգուշացնում եմ, ես ուղղակի կարող եք հենց վերջանա այդ ընդմիջումը զանգահարեք անմիջապես։ Շնորհակալություն։ Մենք նորից եթերում ենք ռադիո բրիֆինգ, ձեզ հետ է քաղաքական վերլուծաբան եւ քաղաքագետ Գևորգ Մելիքյանը։ Եթե մենք ունենք հեռախոսազանգ, ապա վերցնենք այդ հեռախոսազանգը, եթե ոչ, մենք շարունակենք մեր հաղորդումը։ Մենք խոսում ենք վիզաների դյուրացման մասին, հարցը նրան է վերաբերում, թե որ կատեգորիաների համար պետք է այս օրենքը կամ այս որոշումը գործի։ Մենք ունենք հեռախոսազանգ, լսում եմ ձեզ։ Նորից բարև ձեզ։ Այո, Հակոբ, լսում ենք ձեզ։ Հարգելի Գեորգ ջան, ուրեմն տեսեք, մենք ձեր հաղորդման ժամանակ խոսում ենք, չէ՞, մեր կայացած քաղաքացիական այդ հասարակության մասին եւ ոչ, եւ ես մի անգամ ձեր հաղորդման ժամանակ ասի, որ մենք դեռ շատ հեռու ենք եւ ես վերջի դեպքերը այդ օդանավակայանի հետ կապված, այսինքն ասենց ասեմ, դանակը երբ որ հասնում է ոսկորին, քեզ է կպնում, նոր դու ասում ես, որ հարազատ մարդ կար, պետքա թռչեր, չկարողացավ, քանի ժամ այնտեղ մնաց։ Վերջը մարդիկ դրան գնացին, բայց ասելիքս ինչի մասին է, ես անուն ազգանուն չեմ ուզում իհարկե տամ, բոլորս է շատ գիտենք, մի քիչ կոպիտ կան, չի, այդ մարդուն սխմրտելուց հետո հաջորդ օրը տանում է 40 միլիոն դրամ մուծում է, հետո բանից պարզում է 3 միլիոնի ինչ-որ խնդիր կա, ոչմ, բայց դա մեզ ինչքանով է հետաքրքիր կամ հետաքրքիր չի, էլի։ Մենք որպես եկամտահարկ մեր մուծող քաղաքացիներ ենք, մեզ չի հետաքրքրում իրանց հարաբերությունները, մեզ պետք է որ մեր հարազատը ծանոթը կամ մենք ինքներս ժամանակին թռնեն գնանք, ու այդ քանի ամիս է, նույնիսկ տարի է տեղում ձգձգվում։ Այսինքն ինչի պետք է այդ ամեն ինչը մի մարդու որոշելիքով լինի։ Հակոբ, շնորհակալություն։ Նամանավանդ որ իր գրպանից չի տալիս դա ինքը։ Հակոբ, շատ բարդ ու ցավոտ թեմա եք հիմա վերհանում։ Չէ, ես խոսքս Գեորգ ջան, կներեք, դրա համար եմ ասում, որ մեր քաղաքացիական հասարակությունը դեռ չի կայացել։ Եղավ, շնորհակալություն Հակոբ։ Ես անդրադառնամ այդ հարցին, քաղաքացիական հասարակությունը Հակոբ իսկապես այդքան հեշտ չի կայանում։ Քաղաքացիական հասարակության կայացման եւ ձևավորման համար բավականին երկար ժամանակ է անհրաժեշտ, եթե մենք խոսում ենք իսկապես հասուն քաղաքացիական հասարակության մասին։ Այս պարագայում կոնկրետ Արմավիայի հարցում մենք նորից գործ ունենք ուղղակի պարզ մենաշնորային մի երևույթի հետ, որը արդեն շատերի համար հասկանալի է։ Երբ կա մենաշնոր, նշանակում է, որ չկա մրցակցություն, չկան ցածր գներ, չկա ցանկություն որևէ բան փոխելու, որովհետև դու ունես ուղղակի մենաշնոր։ Մենք հիշում ենք շատ լավ, ինչպիսին էր Հայաստանի վիճակը, երբ մենաշնոր ուներ միայն Արմենթելը եւ խայտարակության էր հասնում այն ինչ որ կատարվում էր կոնկրետ այդ բնակավարում հեռահաղորդակցության, որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չկրեց, որևէ մեկը չխոսեց դրանից հետո այդ մենաշնորի արդյունքում կուտակված բազմամիլիոն ուղակի եկամուտների մասին եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ վերաբերում է Արմավիայի հարցին, իհարկե պետք չի որ բոլորը այդպես մտնեն այդ գումարների, մարդիկ պետք է գան հանգիստ ձևով սպասարկվեն, վերցնեն իրենց ինքնաթիռը, գնան այն երկիրը, որտեղ գնում են, վերադառնան եւ այլն եւ այլն։ Սա ուղղակի հենց այն օրինակներից մեկն է, որ ամեն ինչը չի, որ դեռևս լավ է գործում եւ մենք հաճախ երբ որ սկսում ենք նայել դեպի դուրս եւ անընդհատ գտնել, չգիտեմ, նույն այդ ֆիլմերի հետ կապված մենք ուղղակի այսպես դրոշակները առած սկսում ենք պայքարել, այսպես ամբողջ մեր եռանդով, ամբողջ ժամանակով, բայց մեր ներսում եղած խնդիրների վրա, եթե մենք գոնե այդքանի կեսը ծախսեինք, այդքան եռանդ եւ ուժ եւ ժամանակ մենք ծախսենք, մեր իսկ կյանքը բարելավելու, մեր իսկ իրավունքները պաշտպանելու համարապես վստահ եմ, որ շատ ավելի հետաքրքիր ու ավելի կայացած երկիր կունենենք, քան այն որ ունենք։ Այսինքն պոպուլիզմից անցումը դեպի ռեալ աշխատանք շատ կարևոր ես համարում եմ հենց Հակոբ ձեր նշած քաղաքացիական հասարակության կայացման ամենակարևոր գործոններից մեկն է։ Բավ է խոսել, ժամանակն է ինչ որ մի բան անել, ով ինչ որ կարող է եւ նորից եմ կրկնում խոսքը մի հեռախոսազանգել էր հնչել ժամանակին, որ ինչի համար են այս ամենը
միևնույն է ոչինչ չի փոխվում, փոխվում է, աշխարհն ինքն էլ է փոխվում, պարտադիր չի հեղափոխություններ անել կամ պարտադիր չի ուժով կամ բռնի ձևով որևէ բան փոխել, եւ պետք է ասել, որ ընդհակառակը այն փոփոխությունները, որոնք գալիս են բովանդակության փոփոխությամբ, ոչ թե մարդկանց, ոչ թե ուղակի վերցնելով այս կամ այն քաղաքական գործին հանելով եւ դնելով մեկ ուրիշին, այլ բովանդակային, խորքային փոփոխությունների դեպքում է, որ մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում եւ դրանք տևում են ավելի երկար, դրանք դառնում են արժեքներ, ինչպես օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որից շատ են սիրում բոլորը քննադատել, որովհետեւ նախ եւ առաջ շատ շատերը չեն ճանաչում այդ երկիրը, երկրորդը ուղղակի որովհետև հիմնված են նախ խորհրդային պետության այդ սուտ քարոզությունների վրա, ես բնավ չեմ ուզում ասել, որ դա լավագույն երկրներից մեկն է, ուղղակի խոսքը վերաբերում է ինստիտուտների աշխատանքին, այսինքն կառույցների աշխատանքին, այդ պետությունում մարդիկ ուղղակի երբ պատերազմների եւ տարբեր հանցագործների հետ գործ ունենալով եւ այլն ամբողջ Ամերիկայի պատմությունը որ տեսնում ենք, մարդիկ կարողացան խորքային բարեփոխումների, փոփոխությունների արդյունքում ունենալ կայացած արժեհամակարգ, որը եւ իրենք կարողանում են այն աստիճանի են կայացրել, որ նույնիսկ կարողանում են արտահանել, դրա համար հաճախ մարդկանց դուր չի գալ, երբ որ ամերիկացիները փորձում են ժողովրդավարությունը տարբեր երկրներում տարածել կամ այս կամ այն արժեքը, դա նրանից է, որ դու քո սեփականը պիտի ունենաս առաջին հերթին, եւ սեփական չի նշանակում, որ պարտադիր պետք է հակադիր լինի ամերիկացիներին կամ եվրոպացիներին կամ մեկ այս կամ այն մշակույթին, մենք ունենք մեր մշակույթը, մենք ունենք մեր արժեքները, բայց որոնք պետք է հարցականի տակ դրվեն նաեւ, ինչքանով են դրանք համապատասխանում այսօրվա մեր բարեկեցիկ պայմաններին, արդյոք այն կյանքը, որ ուզում ենք մենք ունենալ եւ այն արժեքները, որ մենք ունենք, մեկը մյուսի հետ համահունչ են, որևէ վախենալու բան չկա փոխել եւ խորքային փոփոխություններ անել, երբեք պետք չի վախենալ դրանից, երբեք չպետք է կարճած մնալ մի բանից, որ այլևս չի աշխատում, եթե մի բանը չի աշխատում, մենք դեն ենք նետում կամ գոնե դնում ենք մի կողմ եւ փորձում ենք նոր բան վերցնել, ինչպես լեզուն, ինչպես ցանկացած բան փոփոխվում են, դրանք օրգանական երևույթներ են, որոնք անընդհատ փոփոխվում են, պետք չի վախենալ փոփոխություններից, փոփոխություններից վախենում են նրանք, որոնք չունեն արժեքներ, եթե դու ունես արժեք, դու չես վախենում քո արժեքի մեջ որևէ բան փոխել, որպեսզի նա ավելի լավ արժեք դառնա, ինչ որ է մենք ավելի կոնկրետ հարցերի մասին խոսենք, խոսքը Արմավյային էր, ես միշտ ասել եւ ասելու եմ, որ եւ ես ասեմ, որ նրանք ովքեր մտածում, որ մենք միայն ասում ենք, հա, դրա համար չի, մենք վեր ենք անում խնդիրներ, բազմաթիվ հոդվածներ եւ այդ տարբեր ասելու եւ տարբեր խնդիրներ բարձրացնելու արդյունքում է, որ այսօր դրված է Արմավյայի խնդիրը, լինել չլինելու խնդիրը, Արմավյան կլինի, թե Արմավյան չլինի, իմ կարծիքով Արմավյան ուղղակի խայտարակություն է եւ Արմավյան օր առաջ, եթե չփակվի, մենք ուղղակի խնդիրներ ենք ունենալու ընդհանրապես մեր հեղինակության հետ կապված, սրանք են լուրջ խնդիրները, թե ֆիլմը կցուցադրեն, թե ֆիլմը չեն ցուցադրի, դա կարևոր խնդիր է, բայց ոչ այն մակարդակի, որ մենք տեսնում ենք, որ մարդիկ ինչ ձևով են այս կամ այն ֆիլմի վրա հարձակում, ինչևէ, խոսքը վերաբերում է նաեւ վիզաներին եւ ես կարծում եմ, որ պատասխանեցի, եթե դեռևս հարցեր կան այդ թեմայի հետ կապված, խնդրում եմ զանգարեք եւ հարցրեք վիզաների կամ որևէ մեկ այլ խնդրի հետ կապված, ես անցնեմ, ուրեմն մենք խոսեցինք նաև Հայաստանի ինքնաթիռի հետ կապված այդ իջեցումը Թուրքիա եւ տարբեր քննարկումների առիթ դարձավ, կարծում եմ, որ դուք պատմությունը գիտեք, այդ օգնիր եղբորը ծրագրի շրջանակում հայկական մի հատ անհայտ, կարելի ասել նաև շատ տարօրինակ է այդ անհայտ ավիաընկերություն կա Air Armenia, որը իրականացում է այս թռիչքը դեպի Սիրիա եւ ընթացքում կանգնեցվել է Էրզրումում, իջեցվել է այդ ինքնաթիռը ըստ հայկական լրատվամիջոցների եւ նաեւ արտգործնախարարության մեկնաբանմամբ այս թռիչքը ներողություն, այդ կանգնեցումը իջեցումը պլանային է եղել եւ բոլորը գիտեն, որ իջեցնել են, բայց թուրքական կողմը այս հարցը ներկայացրել է որպես թե թռիչք է կատարվել Թուրքիայի տարածքով, որը մենք ունենք այդ իրավունքը, ես ասեմ, այդտեղ խնդիր չկա եւ իջացվել է որպես նաեւ ինչպես որ ռուսական ինքնաթիռներ իջեցվել կարծեք ցույց տալով որ իրենք վերահսկում են ամբողջ իրողությունը հայրը անդադ պատասխանում որ նման բան չկա թուրքերը անդադ գրում են որ նման բան կա եւ ինչն է ինձ այստեղ հետաքրքրում որ որևէ ես տարբեր թերթերում լրատվամիջոցներում արտասահմանյան կարդացել եմ որ ոչ մեր տարբերակը որ պլանային է եղել այլ որ հարկադրաբար իջեցվել է եւ երբեք ես չտեսա որ որևէ դեսպանություն եւ որը կամ արտգործնախարարությունը պահանջի հերքում
այս տեղեկատվության, որտեղ ստացվում որ մեր ինքնաթիռը կարող են իջեցնել, իսկ դա արդեն որոշակի խախտում է, նշանակում է կասկածում է, նշանակում է եւ այլն, եւ որևէ մեկը չի արձագանքել պաշտոնապես, ուղղակի մեր լրատվամիջոցներն են անդրադառնում, ասելով որ դա պլանավորված է եւ այլ եւ այլ, այսինքն ինչ որ իրականում կա, բայց տեսեք որ որևէ մեկը չի ուզում պաշտոնապես հերքումներ ստանալ, Թուրքիան մի կողմ թողնենք, եւ Նորվեգիայում են նույն բանը գրել, եւ Դանիայում են նույն բանը գրել, եւ Ֆրանսիայում են նույն բանը գրել, որևէ մեկը չի ուզում հերքում ստանալ։ Լսում ենք, ունեք հեռախոսազանգ, դուք եթերում եք։ Այո, դուք եթերում եք կամ արդեն եթերում չեք։ Զանգահարեք մեզ 36 8204, եղեք ակտիվ։ Մյուս հարցը, որի մասին ես խոսում եի, դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունն է տարածաշրջան։ Ինչն է այստեղ հետաքրքիր, որ այստեղ շատ այդպես իմիջիայլոց նշվում է նաև, որ այն կհաջորդի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման, այսինքն նախ կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, ընդ որում բավականին շուտով, ինչպես որ նշում են լրատվամիջոցները, եւ ինչն է այստեղ ինձ համար տարօրինակ թվում, որ մենք ունենք Սաֆարովի խնդիրը, որի մասին այդքան բարձրաձայնում ենք, եւ նաեւ հարցեր առաջանում, արդյոք պետք է մեր նախարարը հանդիպի Ադրբեջանի արտգործնախարարի հետ, քանի դեռ Ադրբեջանը որոշակի փոփոխություն չի մտցրել այս գործի մեջ։ Ադրբեջանը ոչ մի փոփոխություն չի մտցրել այս գործի մեջ, որևէ պատասխան չկա հունգարական կողմից, Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը հանդիպելու է իր գործընկեր, եթե կարելի այսպես ասել, Մամեդյարովի հետ մոտակա օրերին ընդ որում։ Տարօրինակ է ինձ համար առնվազն։ Մենք ունենք հեռախոսազանգ։ Լսում եմ ձեզ։ Դուք եթերում եք։ Դուք եթերում չեք։ Լսում եք դուք ինձ։ Այո։ Բարև Գևորգ։ Բարև ձեզ։ Ես ուզում էի Ալո։ Ներկայացեք եւ խնդրում հարցը տվեք։ Տիկին Գայան է։ Այո, Տիկին Գայան։ Ուրեմն ես ուզում եմ ասեմ, որ ես այս քաղաք Տիկին Գայան է։ Այո։ Ուրեմն ես այս քաղաքացիական հասարակության երիտասարդների հետ ծանոթ եմ, շատ խելացի մարդիկ կան նրանց մեջ։ Նույնիսկ մեկ-մեկ ես նրանց օժանդակել եմ իմ ներկայությամբ, որ մենակ չլինեն։ Հիմա չի կարելի նենց անել, որ այս երկիրը, որը ոչ մի ասպարեզ չկա, որ կեղտոտված չլինի։ Այս ժողովուրդն էլ հույսը կտրած, անտարբեր, ոնց պտի հետ բերենք մեր ժողովրդին, այն վիճակը, որ ուներ 88 թվականից։ Լավ, Տիկին Գայան, շնորհակալություն, իհարկե ձեր հարցը մի փոքր ռետորական է հնչում, որտեվ ես չունեմ պատասխան։ Ես էլ չեմ ուզում, որ հանդիպի Մամեդյարովի հետ, բայց ով է հաշվի առնում։ Լավ, շնորհակալություն։ Ոչ թե խնդիրն այն է, որ մեզ հաշվի առնում են կամ չեն առնում, այլ ընդհանրապես մենք խոսում ենք արտաքին քաղաքականությունը մեր բացթողումների մասին։ Վաղը մյուս օր այլ մարդիկ են լինելու այդ նախարարությունների կամ այլ նախարարությունների ղեկին։ Այնպես չի, որ բոլորը հավերժ են մնալու եւ լինելու է, բնականաբար սերունդ է փոխվելու, նոր մարդիկ են գալու։ Խնդիրը պարտադիր չի հենց այսօր մտածել եւ այսօր, այո, մենք բարձրաձայնում ենք, բայց իրենք այս հարցերի բարձրաձայնումը միտված է նաեւ ապագային։ Մենք ունենանք արտգործնախարարին այստեղ եւ մենք այդ հարցը կարողացնում ենք որ կուղենք ժամանակի եթե խնդիր չունենանք, այսինքն շատ հարցեր են լինելու վստահ եմ, կփորձենք հնարավորինս հարցեր տալ արտգործնախարարին, փոխնախարարին, ներողություն, Շավարժ Քոչարյանին, որովհետև ինձ համար սա անհասկանալի է։ Ես կողմ եմ բանակցային գործընթացին։ Այնպես չի, որ ես դեմ եմ եղել, ինչպես որ ոմանք, որ մենք պետք չէ բանակցենք, չնայած ադրբեջանցիներն են ավելի շատ այդպես հակված մտածել, բայց պետք է ունենանք ինչ-որ որոշակի սկզբունքներ, մենք պետք է կարողանանք ունենալ այդ հետևողականությունը։ Եթե մենք բարձրաձայնում ենք Սաֆարովի խնդիրը, ապա ինչու է արտգործնախարարը առանց որևէ նախապայմանի, հնչեցվող նախապայմանի հանդիպում։ Գոնե թող նախապայմաններ հնչեցվեն, որևէ տեսակի։ Մենք ունենք հեռախոսազանգ։ Լսում եմ ձեզ։ Այո, լսում եմ ձեզ, անջատեք ձեր ռադիո ընդունիչը եւ ինձ լսեք միայն հեռախոսի միջոցով։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես հարց ունեմ։ Ներկայացեք եւ հարցը տվեք։ Համե։ Ներկայացեք եւ տվեք ձեր հարցը։ Մարգո։ Այո։
Դուք եթերում եք, հարց տվեք, արագ խնդրում եմ մի փոքր։ Հարցը տա։ Այո։ Ուրեմն իմ տղան Ֆրանսիայի քաղաքացի է։ Այո։ Եվ ինքը վիզա էր ուղարկել։ Այո։ Ինձ ու հորաքրոջ համար։ Այո։ Անհիմն պատճառներով մերժվել եմ։ Հիմա հունվարից հետո ես կարող եմ չմերժվել իմ երեխային տեսնելու գնալու համար։ Տիկին Մարգո, ես իհարկե Ֆրանսիայի դեսպանատան կողմից չեմ կարող ձեր այդ հարցի պատասխանել, բայց կապ ունի թե ձեր տղան երբ է ստացել քաղաքացիությունը, արդյոք դրանից առաջ ինքը ունեցել է, չէ, որպես իր ընտանիքի անդամ։ Շատ լավ։ Դուք կարող եք իհարկե դիմել, բայց մերժման դեպքում մերժումը բավականին մեծ պատճառների հիման վրա է տեղի ունենում, որոնք հաճախ իրենք չեն հայտնում։ Իհարկե դուք կարող եք փորձել, ոչ թե, չէ, հունվարից չեկա, հունվարից իրենց գալն է հեշտանալու։ Մեր քաղաքացիների ելքը դեպի Եվրոպա դեռևս չի ստորագրվել, այսինքն այդ որոշումը դեռևս կա միայն որպես նախագիծ եւ մենք հուսով ենք, որ մոտակա ժամանակում երևի թե մյուս տարվա ընթացքում այդ որոշումը կստորագրվի։ Դրանից հետո իհարկե կարող եք դիմել, դուք կարող եք դիմել նաեւ մյուս տարի բնականաբար հունվարից սկսած, բայց անպայման վերանայեք ձեր փաստաթղթերը, նայեք թե ինչ խնդիրներ կարող եք ունեցած լինել։ Հնարավոր է որ նաեւ ձեր տղան միշտ չի որ քաղաքացիություն է ստացել կամ գնացել է։ Ես չեմ ուզում անդրադառնալ իհարկե, որտեղ ես չգիտեմ ամեն յուրաքանչյուր դոսիեի դեպքը, դուք փորձեք, նորից կարող եք փորձել ավելի ուշ դիմել կամ զանգարեք ուղղակի Ֆրանսիայի դեսպանատուն։ Մենք խոսում ենք Մամեդյարովի եւ Նալբանդյանի մոտակա այցելության հանդիպման մասին, ամենք ունենք հեռախոսազանգ, լսում եմ ձեզ, ներկայացեք եւ եղեք հակիրճ ավելի։ Այո։ Այսպեսի մի հարց եմ, այսինքն մենք մեր սփյուռքով միշտ բարձրանում ենք մեր սփյուռքը եւ շատ ասենք ուժեղ ամեն տեղ ասենք ուժեղ մասնագետներ ունենք եւ միշտ ասենք դժգոհում ենք մեր դիվանագիտությունից։ Հնարավոր չէ ասենք թե մեր սփյուռքի ամենալավ դիվանագետներին ասել կցել մեր ասենք թե կառավարության ասենք թե հետ եւ ասենք թե Եթե չեմ սխալ Ոսկանյանը եւ Ռաֆի Հովհաննիսյանը սփյուռքը հայեր էին։ Եվ կծվեցին փաստորեն։ Բայց մենք միշտ ասենք բողոքում ենք, ասենք թե որ մենք խորամանկ չենք դիվանագիտության մեջ, հնարավոր չէ ասենք թե խորամանկ մարդկանց ներ ասենք թե ինչ կատակի է վերածում։ Գիտեք ինչ, դիվանագիտությունը շատ սխալ է ընկալել որպես խորամանկության արվեստ, դա այդպես չի։ Դիվանագիտությունը մասնագիտություն է կոնկրետ, շատ հստակ հաշվարկների վրա եւ շատ անհրաժեշտ է նաեւ հաճախ մաթեմատիկական հաշվարկներ ունենալ, որպեսզի կարողանաք հաշվարկներում կաղում ենք, հնարավոր չէ այնպեսի մարդկանց վերցնել, որ ասենք թե այդ հաշվարկների մեջ ավելի խորի մաս լինեն։ Հասկանում, այսինքն ուզում եք ասել պրոֆեսիոնալ մարդիկ լինեն։ Հասկանալի է, հարցը հասկանալի է։ Դուք կարող եք նաև երբ որ պարոն Շավարժ Քոչարյանը լինի այստեղ զանգարել, բայց ասելով որ ավելի պրոֆեսիոնալ, ես վստահ եմ որ ցանկացած արտգործնախարարության աշխատող պիտի ասի որ մեզ մոտ պրոֆեսիոնալներ են միայն աշխատում եւ չի տեսնելու այդտեղ ձեր խնդրի ձեր հարցի խորություն։ Դրա համար հարցը կարելի է այլ կերպ ձևակերպել, երբ որ կուղեք դուք պարոն Քոչարյանին։ Ինչ վերաբերում է այո ձեր մտահոգությանը, ոչ միայն արտգործնախարարությունում, մենք մասնագետների պրոֆեսիոնալիզմի պակաս տեսնում ենք գրեթե բոլոր բնագավառներում, եթե ոչ բոլոր բնագավառներում, եւ առողջապահության, եւ կրթության, ի վերջո դիվանագետներ կրթվում են, դիվանագետներ չեն ծնվում, մարդիկ այս կամ այն մասնագետությունը ձեռք են բերում կրթության դժվար աշխատանքի, այսինքն աշխատասիրության եւ ժամանակի ընթացքում հենց այնպես մասնագետներ չեն դառնում։ Դրա համար երբ որ մենք հաճախ համադրում ենք մեր ստացած կրթությունը, ենթադրենք այն մասնագետների հետ, որոնք աշխատում են դրսում, բավականին տարբերություն ենք տեսնում, որովհետեւ այստեղ հիմնականում կրթությունը ավելի տեսական հողի վրա է դրված եւ մարդիկ պատմությունից կամ ավելի տեսական գիտելիքներից բացի գրեթե որպես կանոն համալսարաններում նորմալ գիտելիք, նորմալ կրթություն չեն ստանում։ Այսօր բացվել է դիվանագիտական ակադեմիա, այսօր ասելով նկատի ունեմ արդեն ունենք այդ ակադեմիան, բայց ելի տեսնել այդ մարդկանց որպես պրոֆեսիոնալներ, որոնք նաև ունեն խնդիրներ գումար վաստակելու մեջ, որովհետև արտգործնախարարությունը բավականաչափ լավ չի վճարում եւ այլն։ Դրա համար մենք ունենք խնդիրներ բոլոր ասպարեզներում եւ այդում նաև շատ ճիշտ եք արտգործնախարարությունում։ Եվ այսպես, ուրեմն շարունակենք մեր
քննարկումը, այստեղ մեկ ուրիշ բան էր ինձ նորից մտահոգել, երբ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականին։ Գիտեք ինչ, ինձ համար ուղղակի զավեշտալի է լսել նման բան, երբ պետքարտուղարի տեղակալի օգնականը հյուրընկալվում է, ընդունվում է երկրի նախագահի կողմից։ Ես այս հարցը տալու եմ հանդիպման ժամանակ արտգործնախարարության ներկայացուցիչների, որովհետև սա արարողակարգի խախտում է։ Նույնն է ոնց որ մեր պետության արտգործնախարարության ենթադրենք Շավարժ Քոչարյանի օգնականը հանդիպի Ֆրանսիայի նախագահի հետ։ Ասենք սա հնարավոր չի, ոչ թե որովհետև մենք փոքրիկ պետություն ենք, Ֆրանսիան մեծ պետություն է, այլ սա արարողակարգային սխալ է։ Հնարավոր չի պետության ղեկավարը հանդիպի պետդեպարտամենտը ամերիկյան արտգործնախարարությունն է, արտգործնախարարի տեղակալի օգնականի հետ, թերևս որը զբաղվում է Հայաստանի հարցերով, հասկանալի է, որտեղ իրենք ունեն բաժիններ։ Սա անընդունելի եմ ես համարում, մենք ունենք հեռախոսազանգ։ Այո։ Այո։ Ալո։ Այո, ներկայացեք եւ տվեք ձեր հարցը։ Կրկին բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իմ անունը Արմենը, դուք շատ լավ գիտեք, քանի որ ես ուշադիր հետևում եմ Հայոց ռադիոկայանին եւ կա իրոք լավ ծրագրեր, կասկած չկա, սակայն ինձ հետաքրքրում է այն հարցը կապված է իհարկե միջազգային փաստաթղթի հետ, քանի որ շոշափվում է Շավարժ Քոչարյանի անունը, այդ հարցը ես կհնչեցնեմ եւ նաեւ Հայաստանի Հանրապետության հետ կապված իրավական պետության ստեղծման ժամանակաշրջանի հետ կապված նախորդ հերոսազանգը եւ այլն այդ հարցը։ Սակայն քանի որ իմ անունը երեք ես նշեցի եւ շեշտեցի, ես երեք զանգահարեցի, իմ զանգից հետո զանգեց Woman Armine Տիկին, որը որ ես ես տեղեկացնեմ, որ հայկական կողմով, то есть հայրական կողմով ես իմ ազգի հետ Արմեն, ես խնդրում եմ, մի րոպե, դուք հասկանում եմ, որ ինչ որ հարց եք, բայց սա եթեր է եւ մենք անձնական հարցեր չենք բարձելու այստեղ։ Խնդրում հարց եթե ունեք։ Հայրական կողմով ես գերմանացի եմ եւ հպարտ եմ։ Եվ շատերը Ես էլ հպարտ եմ, որ հայ եմ, դուք խնդրում հարց տվեք։ Գերմանական ակուրատ։ Իսկ հիմա ասեմ, որ ուրեմն դուք մշտապես հարգելի հաղորդավար, դուք մշտապես կրկնում եք, որ ամեն ինչում երկար ժամանակ է պետք, որ Հայաստանը պետություն դառնա եւ այլն։ Ես ես ասեմ, որ ժամանակին կոմունիստական կարգերի օրոք կոմունիստները նույնպես հասարակությանը փորձում էին խեղաթյուրել եւ շեղել եւ մշտապես ասում են, այ կստեղծենք, սպասեք եւ այսպես 70 եթե ոչ ավել տարի խապեցին մարդկանց ու այսպես էլ փաստի առաջ կանգնեցին այդ երկիրը քանդվեց։ Հիմա ես հարց եմ տալիս ձեզ 1994 թվականին Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է կոնվենցիա քաղաքացիություն չունեցող անձանց 1954 թվական սեպտեմբերի 28-ին եւ մինչ օրս դուք պատկերացնում եք 18 տարի Հայաստանը ջուրացեցում ու չի կատարում։ Իսկ դուք ասում եք ժամանակ է պետք 18 տարի մենք չով ենք զբաղված։ Շնորհակալություն Արմեն, շնորհակալություն։ Ես իհարկե պետության ղեկավար չեմ եւ ես պետության ղեկավարի կամ պաշտոնյայի կողմից չեմ, որ ասում են, որ ժամանակ է պետք։ Ձեր ասած կոմունիստական ժամանակաշրջանում մարդկանց այս կամ այն գաղափարություն տալով տանում են դեպի պայծառ ապագա, դեպի կոմունիզմ եւ այլն, թե դա ինչպիսի ավարտ ունեցավ մենք գիտենք, բայց դա չի նշանակում, որ ժամանակը գործոն չի, ժամանակը ֆակտոր չի, այսինքն մենք ամեն ինչ պետք է 1 րոպեում կամ 1 օրում կամ 1 շաբաթում կարողանանք հասնել։ Ես որպես ասում եմ վերլուծաբան, որ այո, յուրաքանչյուր երևույթ պահանջում է որոշակի ժամանակաշրջան։ Այլ բան է, որքանով ենք արագ անցնում այդ ժամանակաշրջանը, որքանով ենք դանդաղեցնում այդ ամեն գործընթացները, որի արդյունքում մենք կամ ունենք որևէ շոշափելի ձեռքբերում կամ չունենք շոշափելի ձեռքբերում։ Ձեր պարագայում դուք գտնում եք, որ մենք շոշափելի ձեռքբերումներ չունենք։ Միգուցե այստեղ կարծիքները կարող են կիսվել, մենք ունենք որոշակի ձեռքբերումներ, մենք չունենք եւ շատ ձեռքբերումներ, որ կարող ենք ունենալ, համաձայն եմ ձեզ հետ։ Ինչ վերաբերում է ձեր մատնանշած կոնվենցիան, ես անկեղծ տեղյակ չեմ եւ ես չգիտեմ թե ինչու այդ կոնվենցիան կոնկրետ ձեր պարագայում չի կիրառվել։ Խնդրում եմ հարցերը ուղղեք այնպեսին, որոնք ձեր կարծիքով գոնե մտածում եք, որ ես ի վիճակի եմ պատասխանել։ Դուք հարցեր եք ուղղում, որոնք որ իմ կոմպետենցիայի կամ իմ ասես մասնագիտական շրջանակից բավականին դուրս են։
Մենք ավարտում ենք սրանով մեր եթերը ժամանակը սպառվել է, եթերում ռադիոբրիֆինգներ Գեորգ Մելիքյանը եւ մնացեք խաղաղությամբ